Հանրահայտ կրոնական առաջնորդների մեջ, որոնք բազմաթիվ հետևորդներ ունեն, Հիսուս Քրիստոսն առանձնանում է այն բանով, որ միայն նա է հայտարարում ու պնդում Աստված է մարդկային մարմնով։ Համընդհանուր այն կարծիքն է տարածված, որ աշխարհի կրոնական առաջնորդները կամ էլ նրանցից ոմանք նման պնդումներ են արել, բայց դա այդպես չէ։ Բուդդան երբեք չի պնդել, թե ինքն Աստված է։ Մովսեսը չի ասել, թե ինքը Եհովան է։ Մահմեդն իրեն Ալլահի տեղ չի դրել։ Զարաթուստրան իրեն Ահուր Ամազդա չի համարել։ Իսկ Հիսուս Նազովրեցի մի հյուսն հայտարարում էր, որ իրեն տեսնողը Հորը, այսինքն Աստծուն է տեսնում։ Հովհաննես 14:9։ Հիսուսի նմանօրինակ պնդումները բազմաթիվ են ու բազմազան։ Նա ասում է, որ ինքը եղել է Աբրահամից առաջ, Հովհաննես 8:58, եւ որ ինքը հավասար է Հորը, Հովհաննես 5:17-18։ Հիսուսը հավաստում է, որ ինքը զորություն ունի մեղքերին թողություն տալու, Մարկոս 2:5-7, որը ըստ Աստվածաշնչի ուսուցման միայն Աստված կարող է անել, Եսայի 43:25։ Նոր Կտակարանը Հիսուսին հավասարեցնում է տիեզերքի արարչին, Հովհաննես 1:3, եւ հայտարարում, որ նա է աշխարհում ամեն ինչ մեկտեղ ու հաստատուն պահում, Կողոսացիս 1:17։ Պողոս առաքյալն ասում է, որ Աստված մարմնով հայտնվեց, Տիմոթեոս 3:16։ Իսկ Հովհաննես Ավետարանիչն ասում է, որ բանն Աստված էր, 1:1։ Թե Հիսուսը եւ թե Նոր Կտակարանի հեղինակները միաբան նույնն էին վկայում, որ Հիսուսն ավելին էր, քան լոկ մարդը, նա Աստված էր։